Բարև ձեզ, առաջիկա րոպեներին զրուցելու ենք, թե ինչպես են դեռահասները հարաբերվում առցանց հարթակի, տարբեր խաղերի եւ հավելվածների հետ, ինչ պետք է իմանան ծնողները եւ որտեղ պետք է զգուշանան։ Իմ զրուցակիցն է ծնողի դպրոց հասարակական կազմակերպության եւ Libra հոգեբանական կենտրոնի հոգեբան Տաթևիկ Աբրահամյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մինչև բուն թեմայի քննարկումը սկսելը անդրադառնանք վերջերս մեծ աղմուկ հանած խաղին, կարծեմ կարմիր դուռ, դեղին դուռ է կոչվում խաղը, սա շատերին է անհանգստացրել, փորձենք հասկանալ Հայաստանում արդյոք այդքան մեծ տարածվածություն ունի եւ ինչով է առհասարակ այս խաղը վտանգավոր։ Ցավոք սրտի, այո, Հայաստանում էլ է բավականին մեծացել տարածվածությունը, ընդ որում շատ միանգամից տեղի ունեցավ, այսինքն միանգամից երեխաները սկսեցին ուղղակի խաղալ, դրա մասին ոչ մի տեղեկություն չտարածվեց, ոչ մի բան չեղավ, հիմնականում ինչքանով որ ես եմ տեղեկացված, դա ավելի շատ TikTok-յան հարթակից եկած բաներ, որովհետև կային շատ կարճ հոլովակներ այն մասին, թե ինչպես կարելի է խաղը խաղալ։ Իրականում ես շատ խուսափում եմ խաղի նկարագիրը տալուց, քանի որ եթե օրինակ լսում են երեխաներ իրենց մոտ շատ հստակ առաջանում է ցանկություն դա փորձելու, բայց եթե կարճ փորձեմ ասել, խաղը այն մասին է, որ երեխաները փորձում են ճնշող կամ մերսող շարժումների միջոցով, որը գլխի հատվածում է լինում, առաջացնել որոշակի տեսարանների մասին պատկերացումներ։ Երկու հոգի են սովորաբար ներգրավված լինում, մեկը ավելի пассив դերում, որ պետք է պատկերացնի, մյուսը ավելի ակտիվ դերում, որ տանում է ամբողջ խաղային գործունեությունը։ Ինչով է իրականում վտանգավոր, ես շատ երկար փորձում եի ուսումնասիրել բժշկական հիմքերը, հոգեբանական հիմքերը, հա, բժշկական առումով ինչ են խոսում եւ ինչ են ասում, որ քանի որ իրենք սեղմող բաներ են, process-ներ են, գործընթացներ են, այսինքն երեխաները այդ մերսող շարժումները ամեն դեպքում գլխի հատվածում իրականացնում են, որպես այդպեսին իրենք այդքան վտանգավոր երևույթ չեն իրենցից ենթադրում, բայց խնդիր կարող է լինել այն ժամանակ, եթե օրինակ մենք տեղյակ չենք երեխաների մոտ օրինակ նյարդաբանական կամ անոթային որևէ դժվարության կամ խնդրի մասին եւ բնականաբար դեռահասներն առանձնապես չեն վերահսկում իրենք ինչ ուժգնությամբ են այդ մերսող շարժումները իրականացնում ու դա կարող է հանգեցնել որոշակի խնդիրների, դժվարությունների։ Նույնիսկ եթե խոսում ենք լիարժեք առողջ երեխայի մասին, բնականաբար գլխի քունքային հատվածի ուժեղ մերսումները կարող են որոշակի դժվարություններ եւս առաջացնել, այնպես որ ֆիզիկական առումով այդքան էլ անվտանգ չի, հա, ինքը իրենով որպես խաղային գործունեություն կիրառելու տեսակետից։ Հոգեբանական առումով խնդիրը որն է, որ երեխաները սկսում են իբր տեսնել ինչ-որ պատկերներ եւ տեսարաններ, որոնք լինում են վախեցնող եւ դրանից արթնանում են։ Շատ բաներ վկայում են խաղի մեկնաբանություններ վկայում են այն մասին, որ երեխաները չեն կարողանում արթնանալ։ Այսինքն իրենց դժվար է լինում հետ գալ այդ վիճակից, ինչը բնականաբար ամենաբացասական ելքն է, որը կարող է լինել։ Ընթացիկ ելքերը նրանք են, որ երեխաների մոտ մնում են վախեր, տագնապներ, անկախ նրանից իրենք իրականում տեսել են այդ պատկերները, թե չեն տեսել, բայց ներշնչանքի մեխանիզմը աշխատում է բավականին ուժեղ, հա։ Ու երեխաները փորձում են այդ ներշնչված պատկերները պարբերաբար վերականգնել, հիշել, անընդհատ պատմում են այդ մասին։ Մյուս խնդիրը, որը խաղը կարող է բերել, դա այդքան խաղի հետ կապված չի, ինչքան տարիքի հետ է կապված, բայց շատ կորելացվում է խաղային գործունեության հետ, դա երեխաների սոցիալական ազդեցության տակ գտնվելու միտումն է, որտեղ դեռահասության տարիքն է, հա, իրենք կարող են ասել, վայ, դե վախկոտ ես, ինչ կա, դա ընդամենը խաղ է, արի միասին խաղանք, ինչ կլինի, եւ այլն, ու սենց երկար այդ շատ փոքր հուզական մոտիվների վրա ազդելը վերջում բերում է նրան, որ դե լավ, դե ինչ է ես էլ կմիանամ ու ես էլ կխաղամ այդ խաղը ու արդյունքում ստացվում է որ մենք մտնում ենք մի բանի մեջ որից ի սկզբանե ունենք վախի զգացողություն արդեն այստեղ էական չի դրանից հետո ինչա տեղի ունենալու արդեն հոգեկան եւ հուզական առումով ճնշվածությունը ապահոված է երեխաների ու դրան մի հատ էլ գումարվում է հետագա ընթացքը այդ ամբողջ միստիկ միջավայրը որ ձևավորվում է երեխաների շուրջ ու արդյունքում առաջանում է այդ վախի տագնապի զգացողությունները խաղից այսինքն ինքը իրանով այսպիսի վտանգներ է պարունակում։ Այս թեմայի մասին բոլոր հրապարակումները նշում են, որ հիմնականում դպրոցում են խաղում երեխաները եւ ինչպես է պետք սա առհասարակ վերահսկել կամ ծնողը կարող է նկատել, որ իր երեխան եւս տարված է ու ինչ պետք է անի։ Դե որ դպրոցում է դրանում ոչ մի այդպես անակնկալ բան չկա, որովհետեւ երեխաների ամենամեծ խտությունը սովորաբար լինում է դպրոցներում, հատկապես դեռահասության տարիքի եւ դա այն միջավայրը, որտեղ իրենք պետք է արտահայտվեն
Ծնողները կարող են նկատել իրականում, այնպես չէ որ եթե երեխայի մոտ արտահայտվում է ինչ-որ երևույթ միայն դպրոցում, մենք ի վիճակի չենք դրա մասին իմանալ, խոսել, ու իրականում սրա շատ կարևոր հարցերից մեկը իսկապես դեռահասի հետ կապ ունենալու մեջ է, այսինքն եթե մենք դեռահասի ծնող ենք, մենք պետք է հստակ պատկերացնենք, որ ինչ որ փուլից սկսած, միգուցե իմ եւ երեխայի կապվածությունը սկսի թուլանալ եւ դրա համար մեզ պետք է որոշակի քայլեր ձեռնարկել, որ կարողանանք կապը պահել։ Սովորաբար դա լինում է լինել դեռահասի հետաքրքրությունների մեջ, դա լինում է հետաքրքրվել դեռահասի դպրոցական կյանքով, լինել ներկա իր կյանքում, կիսվել սեփական կյանքով եւ որն ամենակարևորն է եւ այս պատմության մեջ լինել քիչ քննադատող։ Լինել մարդ, որ պատրաստ է իրեն լսել, ներկա լինել իր կյանքում, քննարկել տարբեր բաներ եւ դա բերելու է նրան, որ ինքը գալու է տուն ու ասի՝ «Մամ կամ պապ, գիտես, այսօր ոնց մի հատ խաղ էինք խաղում դպրոցում»։ Ձեր ժամանակ խաղացել են, դու գիտեք, որ սենց խաղ կար, թե չկար։ Իրենք իրականում անմիջականության մեջ բավականին բաց են լինում։ Բայց երբ դեռահասը ունի տագնապ, որ ես գամ տուն պատմեմ եւ ես ստանալու եմ քննադատության մեկ ամբողջ գիրք, նրա որ թե ինչքան վատ եմ ես ինձ պահում, իրենք միանշանակ դա չեն պատմելու։ Հետաքրքիր է սա մասնավորապես այս դեպքին է վերաբերում, բայց նաև ընդհանուր էլ դպրոցներում հոգեբանների դերի մասին է ուզում խոսել, օրինակ իմ դպրոցական տարիներին, իսկ դա վաղուց էր, կար բուժկետ, որտեղ սպիտակ խալաթով 2-3 կին էին նստած ու չգիտեմ իրենցից որն էր հոգեբանական աջակցություն տրամադրում, որը ինչ որ բուժօգնություն, հիմա կարծես թե պարտադիր է ու ընդունված պրակտիկա է, արդյոք մեր դպրոցներում այս գործառույթը նորմալ իրականացվում է եւ հնարավոր չէ այս դեպքերը շուտ նկատել եւ զրուցել հենց դպրոցում երեխաների հետ, եթե երեխան անգամ խուսափում է օրինակ տանը բարձրաձայնել։ Դպրոցի հոգեբանի ինստիտուտը շատ յուրահատուկ տրանսֆորմացիաներ է ապրում վերջին տարիներին Հայաստանում։ Հիմա հստակ կարող եմ ասել, որ ունենք, այսինքն դպրոցական հոգեբաններ ունենք եւ իրենք աշխատում են դպրոցներում եւ մենակ բժիշկները չեն, եթե ինչ-որ մի պահ կար մենք ունեինք վերապատրաստված ուսուցիչներ, ապա հիմա ավելի շատ հենց հոգեբան մասնագետներ ունենք։ Ես չեմ կարող ասել, որ բոլորը պարտադիր հոգեբանական կրթությամբ են բոլոր դպրոցներում, բայց միանշանակ մենք ունենք հոգեբան մասնագետներ դպրոցներում աշխատող, եթե նույնիսկ կոնկրետ մի դպրոցում չկա, ապա աջակցության կառույցներ կան, որոնք կարող են այդ հարցում օգտակար լինել։ Ցավոք, եթե խոսքը խաղերի մասին է նմանատիպ, մենք չենք կարող կանխարգելել։ Մենք արդեն իմանում ենք խաղի մասին, երբ որ առնչվում ենք դրա հետևանքի հետ։ Բայց մենք կարող ենք թույլ չտալ, որպեսզի խաղային նմանատիպ գործունեությունները զարգանան եւ թույլ չտալ, որպեսզի ավելի մեծ մասշտաբով իրենք տարածվածություն ունենան, հենց ամենասկզբում նկատելու եւ բացասական ելքեր նկատելու դեպքում փորձել ուղղակի տանել ու մեկնաբանել դեռահասներին, թե ինչ է խնդիրը։ Ինչ ենք մենք սովորաբար անում որպես մեծահասակ, մենք տեսանք, որ սա վատ բան է, չխաղաս այդ խաղը։ Դա լինի դպրոցը, թե լինի տունը։ Դեռահասը ունի շատ մեծ աստիճանի արտահայտվող հետաքրքրասիրություն ու երբ մենք սկսել է խաղալու ընթացքում ինչ-որ մեկ իրեն ասում է չխաղաս, ինքը ասում է ուրեմն երևի մի բան ավելի հետաքրքիր կա ու ես պետք է ավելի շատ խաղամ։ Արգելքը դնելուց առաջ շատ հստակ բացատրության կարիք ունեն դեռահասները, թե ինչու է դրված այդ արգելքը, ինչու չխաղան իրենք այդ խաղը, դրա հետևանքը որպես այդպեսին ինչ է լինելու իրենց հետ։ Որ հասկանա ինքը ինչ անում, որ իր ֆիզիկական ազդեցությունը կարող է լինել բավականին վնասակար, որ դրա արդյունքում մարդու հույզերը կարող են շատ փոփոխված լինել։ Կարևոր չի դու ես մերսող դիրքում գտնվող, թե դու ես պատկերացնողի դիրքում գտնվող։ Երկու դիրքում էլ դուք շատ բացասական ելքերում եք լինելու, որտեղ դու ինքդ էլ որպես խաղը վարող, դու չգիտես ինչ անել մարդու հետ, որ վախեցած է ու գոռում է ու փորձում է այդ վիճակից դուրս գալ, ինչ ես անելու։ Ու երբ որ մենք կիսատ տեղեկություն ենք տալիս դեռահասներին սահմանափակվելով նրանով, որ դա վտանգավոր է եւ ես որպես մեծ քեզ ասում եմ մի խաղա, ինքը չի անելու, չի հետևում դրան։ Ու սովորաբար ասում եմ ես ինքս կանեմ, կփորձեմ, կհամոզվեմ, որ դա վտանգավոր է, նոր հետո կդադարեմ խաղալ։ Իսկ երբ ունենում է հիմք, արդեն սկսում եմ մտածել անել կամ չանելու մասին։ Սոցիալական ցանցերը, հավելվածները, առհասարակ համացանցը մեր կյանքի անբաժան մասն է արդեն եւ այստեղ էլի որոշ ծնողներ սահմանափակումներ են մտցնում, որոշները ոչ, կարելի ասել ինչ որ չափով եկել են փոխարինելու մեր բակային խաղերին, այն ժամանակ էլ մեզ արգելում են, ինչ որ քանակությամբ դրսում լինել կամ խաղալ, չխաղալ, այստեղ ինչ որ խնդիր կա, թե սա իրականում բնական շարժ է, այսինքն բնական փոփոխություն է կյանքին, որին պետք չէ այդքան
վախենալով կամ ինչ-որ սահմանափակումներով մոտենալ։ Ես երբեք բացասական բնորոշում համացանցին չեմ տալիս։ Դա համացանցը իրենով ինքը շատ դրական ու լավ միջավայր է ու շատ օգտակար է լինում բոլորիս։ Մեզանից յուրաքանչյուր ինչ-որ բան ման գալիս, արագ դիմում է համացանցին, հիմա շատ սիրելի ChatGPT-ն է հայտնվել, որ բոլոր հարմար եւ անհարմար իրավիճակներում հարցերի պատասխաններ ունի։ Այսինքն համացանցը իրենով ոչ մի խնդիր չի առաջացնում։ Առաջ գնում ենք գրադարան նույն բանը գտնում ենք, հիմա մենք խնայում ենք շատ ժամանակ, ռեսուրս եւ ինտերնետով ենք ման գալիս այդ նույնը։ Բայց ինչը վերաբերվում է սոցիալական ցանցերին առհասարակ, դեռահասների համար սոցիալական ցանցերը մեծ ապահովություն չեն ներկայացնում իրենցից, որովհետև նաև կա չվերահսկելիության գործոնը, ու մենք երբեք չգիտենք, թե դեռահասը այնտեղ ինչ է անելու, ինչ տեղեկության է հետևելու։ Ու վերահսկել սոցիալական ցանցում տարածվող տեղեկությունները ոչ մի ծնող մանկավարժ հոգեբան ի վիճակի չի։ Մենք երբեք չգիտենք այդ թերթելու ընթացքում ինչ հոլովակ կբերի, նույնիսկ եթե մենք ունենք պաշտպանության բոլոր հնարավոր եւ անհնարին տարբերակները, դրանք լինեն YouTube շորթերը, դրանք լինեն TikTok-յան վիդեոները, թե Instagram-յան ռիլերը, իրենք միևնույն է, ինչ որ կոնտենտ բերում են, բովանդակություն կա, որը մենք չենք կարող փակել եւ վերահսկել։ Եթե մենք արդեն հասել ենք նրան, որ մեր դեռահասը ունի հասանելիություն սոցիալական մեդիային, դա ենթադրում է ծայրահեղ մեծագրագիտություն։ Երեխան պետք է իմանա հստակ յուրաքանչյուր բան, որ հայտնվում է, ինչ կարող է նշանակել իր համար, ինչ վտանգներ կարող է ունենալ, ինչ խնդիրներ կարող է առաջացնել։ Ու սրա կարևոր գաղափարը այն է, որ ես ծնողից հետ միասին որպես դեռահաս նստում եմ, փորձում ենք իրար հետ վերլուծել, պատկերացնել, հասկանալ, թե ինչի մասին է Instagram-ը, ինչի մասին է TikTok-ը, ինչ կա Facebook-ում թաքնված եւ մնացած բոլոր հավելվածները, որ իրենք օգտագործում են, որը ինչ խնդիրներ ունի իր մեջ։ Այսինքն ի սկզբանե չի դրվում բացասական արգելք նրա վրա, որ վերջ դու դա չես կարող օգտագործել, մոռացի, հեռախոսդ վերցնում եմ, ամեն ինչ արգելափակվում է եւ այլն, որտեւ այսօր ոչ մի մեծահասակ երևի իր կյանքը չի պատկերացնում առանց համացանցային հասանելիության եւ հեռախոսի, նույնը երեխաներն են անում, բայց հստակ գործիքներ դա կառավարելու, ուղղորդելու եւ նորից պետք է գամ սկզբի թեմային, որ այնքան բաց լինելու, որ ծնողին ասի, տես ման պապ ինձ ինչ որ բան են գրում այստեղ տարօրինակ։ Սա բերելու է լուծումների։ Իսկ ինչ պարզ կանոններ կան, որոնց ծնողները կարող են հետևել, որովհետև միշտ չէ, որ դեռահասը պատրաստ է ընթառաջ գալ զրուցել կամ ինչ-որ թեմա առաջարկել, իսկ ծնողներից բոլորը չէ, որ ունեն այդ ակրթությունը կամ կարդացվածության ինչ-որ հոգեբանական թեմաների տեղեկացվածությունը, որ կարողանան ինչ-որ սկզբունքներ օգտագործել շփման մեջ։ Առհասարակ շփման մեջ թե համացանցային։ Դե առհասարակ, եթե շփումը չկա, այդ թեմաներից էլ չեն կարող խոսել։ Այսպես կսեմ, երևի գանք նրանից, որ երևի այն փուլում, երբ որ երեխան կրծեր դպրոցական տարիքում է լինում, իհարկե ամեն տարիք ենթադրում է պատրաստվածություն, բայց եկեք ենթադրենք, որ կրծերին պատրաստ էին ծնողները քիչ թե շատ, նախապատրաստվել դեռահասությանը։ Նախապատրաստումը սկսում է նրանից, որ եթե մենք ունենք թեմաներ, որոնց մասին մեզ խոսելը լինելու է բարդ, դժվար, անհասկանալի, չգիտենք ինչ ասենք, այս դեպքում մասնագետները լավագույն տարբերակներն են։ Եթե մասնագետին դիմելը մեզ համար խնդիր խոչընդոտ է, ապա դիմում ենք նույն համացանցին, կան հազարավոր գրքեր, որոնք մեզ որպես ծնող հուշում են այն մասին, թե ինչ կարելի է անել դեռահասի հետ, ինչպես խոսել, ինչպես գնալ կոնտակտի։ Եթե սա ենթադրենք արդեն ունենք, մյուս քայլը լինում է սեփական օրինակը կիսել մշտապես դեռահասի հետ, պատմել սեփական օրվանից, հարցնել խորհուրդներ, լսել իր կարծիքը, փորձել հասկանալ, դա վերլուծել, դրական բացասական անել, փորձել ցույց տալ, թե ինչպես եք դուք ինքներդ վերլուծում դեռահասից եկող տեղեկությունը եւ այնուհետեւ սկսել իր հետ նույն քննարկումը, իսկ դու ինչ կպատմես, իսկ օրվա մեջ ինչ է տեղի ունեցել։ Շատ լավ կլինի հետևել, թե ոնց են դեռահասները մեկտաբանում մեծահասակների խնդիրներն ու դժվարությունները եւ մոտավորապես նույն սկզբունքով իրենց ակնկալիքն է լինում մեծահասակներից։ Երբ որ մենք որպես մեծահասակ դեռահասից խորհուրդ ենք հարցնում, ինքը երբեք մեր վրա մունատ չի գալիս, չի գոռում, եթե մենք արդեն նմանատիպ օրինակ իրեն ցույց չենք տվել։ Այն փորձում են բավականին լուրջ վերլուծել տարբեր հարցեր, փորձել հասկանալ ինչն է հարցը, հարցեր են տալիս, յուրահատուկ հարցեր են մեկ-մեկ տալիս, նույնը ենթադրում է մեծահասակների կողմից դեպի երեխաները ու իրենք են փորձելու հասկանալ ինչ է դեռահասի հետ կատարվում։
Հաշվի առնել, որ յուրաքանչյուր դեռահասության յուրաքանչյուր փուլում, եթե օրինակ կրծեր դպրոցական տարիքը ինքը մի տարիք է, որ ունի կոնկրետ խնդիր եւ կոնկրետ լուծման մեխանիզմ, դեռահասությունը ամեն հաջորդ տարի նոր խնդիրների առաջ է կանգնում։ Եթե մի պահ դա ընկերներ չունենալն է, հաջորդ պահին դառնում է մարմնի փոփոխությունը, երրորդ պահին հարաբերությունները հասակակիցների հետ, չորրորդ պահին ուսման առաջադիմության խնդիրներն են, արդեն առաջ գալիս։ Հասկանալ տվյալ պահին որն է խնդիրը առաջնային դեռահասի, ու եթե դեռահասը ունի միջանձնային խնդիրներ, խեղդել իրեն ուսումնական գործունեությամբ լրիվ անիմաստ է, որտեղ իր առաջատար խնդիրը հարաբերությունները կարգավորած պահելն է։ Դեռահասները ունեն կարիք պատկանելիության զգացման, խմբի մեջ լինելու։ Եթե ինքը խմբում չէ, իրեն ասել, որ ինքը պետք է լավ սովորի, ուսման խնդիրներ ունի, դժվարություններ ունի, չի կարողանում ինչ-որ մի բան անի, դա լրիվ ականջների կողքով անցնող տեղեկություն է։ Նա փորձեք հստակ կոնկրետացնել իր խնդիրը որն է ու ներկա լինել հենց այդ խնդրի լուծման ժամանակ եւ ոչ թե փորձել աչուձախ ինչ որ ուղղակի ծնողական հեղինակությունից բխող արձագանքներ տալ։ Բաց լինել դեռահասության տարիքի տարբեր իրադարձությունների հանդեպ։ Սեռահասունացումը բնորոշ պահն է դեռահասության եւ որպես ծնող բաց լինել դրա մասին խոսել, բաց լինել խոսել սիրահարվածությունից, ծառական հարաբերություններից, այն ամենի ինչը կհետաքրքրի դեռահասին։ Եթե մենք որպես մեծահասակ դառնում ենք իր համար դժվար մատչելի տեղեկության աղբյուր, ինքը այլևս մեզնից տեղեկություն չի ստանալու ու այ հետ բերել վստահությունը դեռահասի, որ արի ես քեզ կպատմեմ, արդեն լինելու է շատ ավելի բարդ, քան 15 րոպե նեղվել, օրինակ սեռական կյանքից երեխայի հետ խոսելը։ Շատ կարևոր եւ նաեւ պարզ բաներ եք ասում, որ կարծում եմ բայց քչերն են դա կիրառում հիմա ծնողավարության մեջ։ Մեծամասամբ չեն կիրառում, չնայած վերջերս բավականին փոփոխություններ նկատվում են։ Այդ է հետաքրքիր ձեր փորձով դիմելիությունը ինչպիսին է մասնագետներին, արդյոք էլի այդ ամոթը կա կամ կոմպլեքսավորվածությունը հոգեբանին դիմելու եւ առհասարակ եթե հիմա մեծ դիտողներից ոմանք կցանկանան, դիմել, ոնց են դիմում դեռահասների դեպքում հոգեբաններին։ Դիմելությունը մեծացել է միանշանակ ու բավականին կտրուկ ցուցանիշներով մեծացել, նաև երևի հոգեկրթությունը ու ընդհանուր պատկերացումը հոգեբանության մասին փոխվել է, երբ որ ես 15 տարի առաջ նոր մտնում էի թերապիայի դաշտ, բոլոր որ ասում էի հոգեբան եմ, կարա այդ շատ տարածված կարծիքը դուք բանը ձեր պացիենտները պարտադիր հոգեկան հիվանդներ են լինում, ինչ որ խնդիրներ պետք է ունենան հոգեբուժական, այս պատկերացումը կար ու բնականաբար ամոթը դիմելիության հետ միասին կար։ Հիմա այս տենդենսը չկա, ման նույնիսկ կարող եմ ասել նորաձևության ինչ որ տենդենս է դարձել, որտեղ պարտադիր պետք է ունենալ հոգեբան, ինչ բավականին լավ է եւ գովելի է։ Ինչ պետք է իմանան ծնողները հոգեբանին դիմելուց առաջ, երբ որ մենք դիմում ենք դեռահասի համար, պատկերացում ունենանք, որ մենք դիմում ենք հասուն երեխայի համար։ Պատահական չի ես բառակապակցությունը հասուն երեխա, որովհետև մենք ունենք այնպիսի տարիքային շեմ, որը ենթադրում է արդեն պատկերացում սեփական խնդիրների մասին, բայց դեռ գիտակցվածության ցածր մակարդակ ինքնուրույն այդ ամեն ինչը վերլուծելու եւ հասկանալու համար։ Երբ դիմում ենք հոգեբանին, պատրաստ լինել նրան, որ հոգեբանը ձեզ կարող է առաջարկել առանձին հանդիպում, հետո նոր դեռահասի հետ միասին։ Շատ ծնողներ պատկերացնում են, որ պետք է գան երեքով միասին նստեն ու սկսեն խոսել իրենց խնդիրների մասին ու աչքունքով անելով հոգեբանին, որ այս մասին մի խոսեք, այս մասին առանձին կխոսեք, այն մասին միասին կխոսենք եւ այլն, ու ստեղծվում է բավականին լարված իրավիճակ, որի արդյունքում երեխան էլ որպես այդպեսին կորցնում է հոգեբանի հանդեպ վստահությունը։ Դրա համար եթե որպես ծնող մենք պատրաստ չենք լինելու բոլոր թեմաներին ու հարցադրումներին պատասխանել ուղիղ եւ այն ձևով, որով որ կա, այս դեպքում նախընտրելի չի երեքով գալ հանդիպան, այսինքն երեխայի հետ միասին գալ հանդիպան։ Անում ենք առաջին հանդիպումը առանձին սովորաբար, հետո եթե կարիք կա, ունենում ենք ծնող դեռահաս հոգեբան հանդիպում, հետո արդեն շարունակվում է նոր դեռահասի հետ հանդիպումները, եթե առաջին երկու հանդիպումից հետո մենք ինչ որ որոշման չենք գալիս եւ տեսնում ենք, որ երեխան կարիք ունի։ Մյուս բանը երևի որին պետք է պատրաստ լինել, որ հոգեբանը որ ձեզ չի պատմելու ինքը ինչ է խոսում ձեր դեռահասի հետ։ Դա կարևոր էթիկական սկզբունքն է եւ ոչ մի հոգեբան չպիտի խախտի եւ դուք էլ որպես ծնող, երբ որ դիմում եք, պետք է հստակ պատկերացում ունենաք, եթե հոգեբանը ձեզ պատմում է ձեր երեխայի ամբողջությամբ ներկայացրած թերապիայի ընթացքում, մի քիչ մտահոգվելու տեղիք է տալիս դա։
Մենք սովորաբար չենք նկարագրում բուն խոսակցությունը եւ քննարկումը, բայց քանի որ խոսքը գնում է անչափահասի մասին, մենք որոշակի հանդիպումները մեկ ծնողի հետ կոնտակտի մեջ պիտի լինենք եւ փոխանցենք տեղեկություն, թե ուր ենք մենք հասել։ Իսկ մենք ունենք հստակ հայց, այս հայցի հետ կապված եկել ենք հասել ենք այս փուլին, հիմա դեռ ասես վիճակում է գտնվում։ Եթե ունենում են հստակ ասելիքներ, արդեն նաեւ կարող է ավելի շատ կապի մեջ լինեն, որտեվ կարիք լինի, որ ծնողը տանը եւս կոնկրետ արձագանքներ տա երեխային։ Սա է ընդհանուր թերապևտիկ գործընթացը հոգեբանի հետ աշխատելու, այսինքն պատրաստ լինել, որ բավականին հաճախ կապի մեջ կլինեք ձեր դեռահասի հոգեբանի հետ։ Եվ զրույցն ամփոփելով մի քիչ էլ խոսենք դեռահասներին մտահոգող թեմաներից, ինչի մասին են մտածում, ինչն է իրենց անհանգստացնում, ինչ որ նման մտքեր ունեն մեն, թե չէ որքանը որ դուք շփվել եք իրենց հետ։ Հա, մեր օրերի դեռահասները բնականաբար ունենում են, բայց պետք է մի քիչ տարիքային տարաբաժանեմ, որտեղ մենք ունենք ավելի վաղ դեռահասության շրջանը, որը 10-11-ից մինչև 13 տարեկանն է եւ ուշը արդեն 14-ից 16-17 տարեկանները։ Վաղ դեռահասության փուլում դա հիմնականում փոխհարաբերությունների համատեքստում է հանդիպում խնդիրները։ Ես ընկերներ ունեմ, ընկերներ չունեմ, ինձ դժվար է կոնտակտի գնալ, ինձ չեն հասկանում, ես ոչ մեկին չեմ հասկանում, հիմնականում շատ տարածված է էլի բավականին բարդ թեմաներից մեկը բուլինգի գաղափարը, իրար ճնշելը, չպատկերացնելը, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ, սկսում ենք 13-ի վերջին կամ 12-ին նույնիսկ կարող եմ ասել ծնողների հետ խնդիրները։ Ծնողներս ինձ չեն հասկանում, ծնողները չեն ուզում պատկերացնել, թե իմ կյանքը ինչի մասին է, իրանք չգիտեն ոչ մի բան, իրենց ասածը ինձ վիրավորում է, ես եմ ուզում ինչ-որ մի բան իրենց հասկացնեմ, չեմ կարողանում հասկացնել, միանգամից բարկանում են եւ այլն, այսինքն այս ընդհանուր հարաբերությունների կոնտեքստում արդեն 13 տարեկանին մոտ ի հայտ են գալիս հեռահասունացման խնդիրները։ Սա շատ ավելի քիչ տոկոսով է վերջերս, որովհետև տեղեկացվածությունը բավականին բարձր է, առաջ մենք ունեինք խնդիր, որ հեռահասունացման փուլի սկզբի հետ կապված երեխաները ունենում էին մեծ տագնապի զգացողություն, որովհետև ոչինչ չգիտեին։ Աղջիկների հարցում կարող եմ ասել շատ ավելի մեծ առաջընթաց ունենք, մեծամասամբ իրենք գիտեն, պատկերացնում են ինչ է ենթադրում հեռահասուն լինելը, ինչ է նշանակում դաշտանի սկիզբը եւ այլն։ Տղաների պարագայում մենք ունենք խնդիր, որտեղ նաև շատ մեծահասակներ չգիտեն ինչ է նշանակում հեռահասունացման փուլ տղաների մոտ, ու այս դաշտում ունենք դեռևս դժվարություն ու խնդիր։ Դիմելիությունը այս հարցերով շատ ավելի փոքր է։ Մի քիչ ավելի մեծ տարիքում ունենք ավելի եսի կայացմանը վերաբերվող հարցեր, ինչ եմ ես ուզում, մոտիվացիայի հարցերը, հարաբերությունների հարցերն են, բայց մի քիչ ավելի խորքային մակարդակում, իրար հասկանալու, արժեքային համակարգը կիսելու, հետաքրքրությունները իրար հետ կիսելու գաղափարներն են արդեն դեռահասների մոտ։ Ու ցավոք սրտի պետք է ասեմ, որ վերջին շրջանում նաև կլինիկական հայցերն են բավականին մեծացել դեռահասների մոտ, խոսքը արդեն տագնապային դրսևորումների մասին է, կպչուն գործողությունների մասին է, ինքնավնասման փորձերի եւ այլն։ Շնորհակալ եմ Տաթևիկ հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։